Բարև իմ շատ սիրելի հայրենակից։ Արմատ մեդիայի եթերում հերթական Ադրբեջանի կուլիսներ թողարկումն է։ Այսօր խոսելու ենք մի կարևոր խնդրի, այսինքն երևույթի մասին, որը շատ հաճախ մեր հասարակության մոտ ընկալվում է որպես բարձ քարոզչություն։ Հարցը վերաբերում է Ադրբեջանում հայերի դեմ տարվող ատելության քարոզին, հատկապես կրթական համակարգում։ Իմ խորին համոզմամբ կրթությունը յուրաքանչյուր պետության ազգային անվտանգության հիմքերում կանգնած ուղղություններից մեկն է, եւ Ադրբեջանում կրթական համակարգում ատելության քարոզը պատահական ընտրված չէ։ Այդտեղ, այսինքն կրթությունում, կիրառվում են այնպիսի գործիքներ, որտեղ հասարակության մոտ ձևավորում են կարծիքներ, այսինքն վերացական կարծիքներ եւ համոզմունքներ թշնամու կերպարի ձևավորման ուղղությամբ։ Փորձ է արվում հասարակության մոտ ստեղծել թշնամու կերպար, այսինքն սա իր հերթին բերում է պաշտպանական բնազդի արտնացում եւ հետագայում նաեւ հնարավոր պատերազմի ժամանակ լուրջ մոբիլիզացիայի ապահովում։ Եթե ավելի պարզ ասենք, ապա Ադրբեջանի քարոզչական դաշտում այնպիսի քարոզչական մեխանիզմներ են կիրառվում, մասնավորապես ձևավորվում է օդում փչված թշնամու կերպար, հայի տեսքով, եւ դրանից բխում են նաեւ օդում փչված հերոսական պատումներ, որը իր հերթին նաեւ մոտիվացնում է երիտասարդ սերունդին հետագա պատերազմում ավելի մեծ ճակերտավոր հերոսություններ անելու մասով։ Խոսքը այստեղ ավելի շատ վերաբերվում է Ադրբեջանում այնպիսի ատելության քարոզին, որտեղ ավելի շատ ատելությունը բերում է մարկային կյանքերի խլելու օպերացիային, քան օրինակ այնպիսի հերոսություններին, որոնք իրականում միտված են խաղաղության։ Շատ կարևոր է նաև հասկանալ, որ Ադրբեջանի կրթական համակարգում կիրառվող բառապաշարը, այսինքն ատելություն ու առհայել, պարզապես բառերի խնդիր չէ։ Սա կոլեկտիվ թշնամու ստեղծելու process է, որտեղ առանձին բառեր ունեն առանձին նշանակություն եւ դրանք կիրառվում են եւ դպրոցական դասագրքերում, եւ բուհական հաստատություններում, եւ գիտական հոդվածներում, ասեմ ավելի նաեւ պետական քարոզչությունում։ Ադրբեջանում ատելության քարոզը բաժանել է մի քանի շերտի։ Առաջին շերտը, որի մասին կուզեմ խոսել, վերաբերվում է ինքնությանը եւ պատմությանը։ Այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե ադրբեջանական կողմում տարվող քարոզչությունը ինչու է հատկապես նման նարատիվներով իրականացվում։ Սկզբում ստեղծվում է զոհի կարգավիճակ ունեցող պատմություն, հանձինս ադրբեջանցին հանդիսանում է որպես զոհ, իսկ հայը նրան հալածող։ Այդ մոտիվացիա վրա կառուցվում է պայքարի ուղղություն եւ հասարակության մոտ ձևավորվում է, որ հայերը մեր ինքնության եւ մեր պատմության դեմ ստեղծված սպառնալիք են, որոնցից պետք է կամ ազատվել, կամ ստրկացնել։ Երկրորդ շերտը վերաբերվում է լեզվաբանական եւ հոգեբանական պիտակավորումներին։ Ինչ նկատի ունեմ այս երկու պիտակավորումը նշելով։ Ադրբեջանական դասագրքերում հայերի ներկայացնում են որպես ուրիշներ, բայց ոչ թե այն համատեքստում, որ ժողովուրդ են, այլ պարզապես ուրիշներ, որոնք եկել են զավթելու ըստ ադրբեջանական քարոզչության, Ադրբեջանի պատմությունը եւ լեզուն։ Իրականում ատելության քարոզը ադրբեջանական կրթական համակարգում առանձնահատուկ նշանակություն եւ դերակատարում ունի։ Ադրբեջանական պաշտոնյաներ եւ անձամբ Իլհամ Ալիևը այս համատեքստում ունի ընդգծված հակահայկական մոտեցում։ Նպատակ ունեն հիմնականում մեծացնել այնպիսի սերունդ, որը հետագայում ավելի հեշտ կլինի կառավարել եւ որի միջոցով հավերժ թշնամու, այսինքն հայի կերպարը ել ավելի կմեծացվի եւ հնարավորություն կընձեռվի այդ հասարակությունում իրականացնել այնպիսի քարոզչություն, որը նաեւ նպաստավոր կլինի պատերազմական ժամանակ։ Հաջորդ շերտը, որի մասին կուզեմ խոսել, վերաբերվում է ուսուցչի եւ նրա դերակատարմանը դպրոցական համակարգում։ Դպրոցական համակարգ ասելիս ի նկատի ունեմ աշակերտ եւ ուսուցիչ ընկալումը։ Ընկալում ասելիս ի նկատի ունեմ պետական ճշմարտությունը։ Այսինքն, երբ ուսուցիչը կեղծում է պատմություն եւ հայերի ներկայացնում որպես դև ադրբեջանցի աշակերտների աչքին, հետեւաբար աշակերտի մոտ ձևավորվող կարծիքը, որ ուսուցիչը չի կարող սխալվել եւ չի կարող ուսուցչի խոսքերը չլինեն իրական, ավելի ամրանում է այդ երիտասարդի մոտ։ Ավելին, պետական ճշմարտությունը նաեւ ուսուցչի շուրթերից աշակերտը լսելիս ավելի հավատում է այդ պատմությանը եւ սկսում է վերաբերվել այդ պատմությանը որպես երեք կայացած փաստ։ Իսկ որպեսզի խոսքս ավելի հիմնավոր լինի, առաջարկում եմ միասին քննարկենք Ադրբեջանի 9-րդ դասարանի դասագիրքը, որը վերաբերվում է հաղթանակի պատմությանը։ Այդ դասագրքում 380 անգամ շեշտվում է հայ անունը եւ 217 անգամ Հայաստան անունը։ Առկա է նաեւ ատելության քարոզ, տարածքային պահանջներ եւ պատմության խեղաթյուրում։ Իսկ որպեսզի խոսքերս լինեն ավելի հավաստի, հիմա ձեր էկրաններին կտեսնեք այդ դասագիրքը եւ միասին կանցնենք օրինակներով հասկանալու համար, թե Ադրբեջանում ինչպիսի ընկալում կա հայերի առումով։ Նախ դասագիրքը ուսումնասիրում է 80-ական թվականից սկսված առաջի Արցախյան պատերազմը եւ ավարտվում 44-օրյա պատերազմի Ադրբեջանի հաղթանակով։ Այնտեղ առկա են որոշակի ձևակերպումներ, որոնք իբր թե պետք է չլինեին խաղաղության համատեքստում, բայց ես անպայման դրանք ուզում եմ ցույց տալ ձեզ հարգելի հայրենակիցներ։ Օրինակ այս հատվածում նշված է Ալիևի այն ելույթը, որը եղել է պատերազմի ժամանակ եւ իր մեջ պարունակում է ծաղրական եւ հեգնական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Այս հատվածում դուք տեսնում եք, որ Փաշինյանը ամեն օր զանգահարում է համաշխարհային առաջնորդի։ Ես ոչ մեկի չեմ զանգահարել։ Երկրորդ օրինակը, որի մասին կուզեմ խոսել, վերաբերվում է մեր Տաթևի վանքին, որը գտնվում է Սյունիքի մարզում։ Չնայած ադրբեջանական հողը, որտեղ այս քարանձավը մի ժամանակ բնակեցված եղել է աշխարհի ամենահին մարդկանց կողմից, 1993 թվականից ի վեր գտնվում է հայկական օկուպացիայի տակ։ Մեր մեծ հայրենիքը այժմ վերականգնել է իր ազատությունը մեր հաղթական բանակի հաջող գործողությունների շնորհիվ։ Ալբանիայի ճարտարապետական օրինակներից մեկը, ի դեպ, այստեղ խոսքը վերաբերվում է հենց մեր Տաթևի վանքին, Խուդավանքը։ Խուդավանք վանքը գտնվում է Թարթար գետի ձախափիկ քարվաճառի շրջանում։ Երրորդ օրինակը ձեզ ավելի շատ կհետաքրքրի։ Խոսքը վերաբերվում է Բաքվում ստեղծված հայերի ռազմական տեխնիկայի ցուցահանդեսին, որը ի դեպ միջազգային ճնշման արդյունքում իբր թե փակվել էր, բայց արի ու տես, որ Ադրբեջանի դասագրքերում դրա մասին գրված կա պատմական մեծ ակնարկ։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում դասագրքի այս կադրին եւ դրան հաջորդող կադրին, որը վերաբերվում է հստակ ադրբեջանական այն ատելության քարոզին, որը իբր թե պետք է վերացված լիներ ըստ միջազգային հանրության պահանջի, բայց չգիտես ինչու դասագրքում առկա է։ Տեսնում եք այս երկու նկարը, երկուսում էլ պատկերված են հայկական զինտեխնիկան, որը խոցվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Իհարկե, այս երկու նկարները իր մեջ պարունակում են հայատեցության պարզ ընկալումներ, բայց ադրբեջանական կրթական համակարգում 9-րդ դասարանի աշակերտի մոտ ստեղծվում է ռասիստական ընկալումներ եւ այդ երիտասարդ ծերունդը մեծանում է հայերի նկատմամբ ավելի բարձր դիրքերից նայելով։ Իսկ վերջում մեկ կարճ, բայց պարզ դիտարկում։ Ադրբեջանի կրթությունը պատերազմի երկարաձգման մեխանիզմ է։ Ձեզ հետ է ես, Ադրբեջանի հարցերով փորձագետ եւ միջազգայնագետ Գառնիկ Դավթյանս, լավ եղեք, կհանդիպենք։